Հունիսի 1-ը կրկնակի տոն էր Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի բնակիչների համար։ 4 տարվա շինարարությունից հետո հավատացյալների առջև իր դռները բացեց գյուղի Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին։ Սրբավայր նոծվեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ եւ թեմի քահանաների աղոթակցությամբ։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ողջ գյուղը, մեծ թվով հյուրեր եւ պաշտոնյաներ։ Քահանահայրերը ընդունված կարգի համաձայն ջրով ապագինով լվացին առաքյալների անվանակիր սյուները, եկեղեցու Սուրբ Սեղանն ու մկրտության ավազանը, որից հետո սրբազան հայրերը սաղմոսներ երգելով կենսատու մյուրոնով ոտեցին եկեղեցին եւ սրբագործված աղոթատանը հավատացյալների հետ միասին հնչեցրեցին առաջին հայրմերը։ Սրբազան արարողության ավարտին ընթերցվեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության գիրը ուղված բարերար Մհեր Բաղդասարյանին։ Հայրապետական օրհնության եւ գնահատանած արսիրեցյալ որդիս մեր եւ հարազատ զավակս Մայր Աթորո Սրբոյեչ միասնի մեծարգո Տիար Մհեր Բաղդասարյան։ Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ, որ իմ կառուցած սրբությունը հանձնեցի իմ հայազգին։ Բոլորը թող բարով վայելեն, բոլորին հասած լինի այս սրբությունը, իբարս իմ ազգի, իմ քրիստոնյա սիրելի ու համով անուշ ժողովրդին։ Սրբազան հայրն իր գնահատանքը հայտնեց նորակառույց եկեղեցու ճարտարապետ Ռաֆիկ Հերկնյանին, շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ներդրում ունեցած բոլոր հայրենիներին եւ իր հայրական օրհնությունը փոխանցեց Մադինա համայնքի բնակիչներին, մաղթելով զորանալ Տիրոջ օրհնաբեր շնորհներով եւ ամուր հավատի եւ միասնականության շնորհիվ շեն պահել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Փառք քեզ Աստված հաղագս ամենայնի փառք քեզ, որ այսօր այսնեղ ժամանակներում, այս ծանր ժամանակներում Մադինայի Գեղարքունես թեմի Մադինայի գյուղում կառուցվում է ամենափրկիչ եկեղեցին։ 20 տարվա հոգևորական եմ, ճիշտն ասած շատ կնունքներ եմ արել, իմ տարածքում է գտնվում փոքրիկ գյուղ է, ճիշտն ասած հոգևոր կյանքը ապրում են իբրև հավատացյալներ, բայց մեծամասնությունը կնքված չեն։ Շատերին կնքեցին, շատերին ենք պսակել, եկեղեցին ինձ թվում է անհրաժեշտություն էր։ Պատական չէր, որ ասեցի փառք Տիրոջը, որ այսօր Տիրոջ ողորմությամբ Մհեր Բաղդասարյանից այդ միջնորդությամբ, բարերարությամբ Ռաֆիկ Եգանյան ճարտարապետը կառուցվեց Աստծո Եղել են հզոր ազգեր, որոնք ունեցել են պետություն, այսօր չկան աշխարհի երեսից։ Որն է մեր գոյության հիմնական պատճառը, չնայած այդքան արաբիկների, այդքան գրոհների, դա միայն եկեղեցու շնորհիվ է, որ մենք հարատևել ենք, դարձել ենք ազգ, այսօր նաև պետություն։ Ես անձամբ որպես հայ քրիստոնյա, անձամբ այս գյուղի բնակիչ, շնորհակալ եմ, որ այսօր մեր գյուղում եկեղեցի կառուցվեց, գյուղի բնակիչները շատ սիրով լավ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են եւ գիտեն իրենց ինքնությունը եւ մենք գիտենք, որ մեր ինքնությունը կապված է եկեղեցու գոյության հետ։ Գյուղը ժամանակակիցների հիշելով եկեղեցի չունեցել, բայց ավելի մեծերը, ավելի տարիքովները հիշում են, որ գյուղում եկեղեցիներ եղել են, պարզապես ավերվել են ու գյուղի եկեղեցիների տեղում խաչքարեր են պահպանվել։ Այսօր մենք գյուղում ունենք պատմական խաչքարեր, 9-րդ դարին վկայագրվող խաչքարեր։ Սակայն եկեղեցի հենց բուն շենքը ունենալը ավելի մեծ խորհուրդ ունի։ Դուք է որ կենթանի պիտի պահեք այս տաճարի քարերը։ Եկեղեցին առանց ժողովրդի սոսկ քարեղեն կառույց է եւ մեր հորդորն է, մեր խնդրանքն է, մեր պատգամն է, որ ձեր կյանքի օրհնյալ օրերի ընթացքին մշտապես ձեր այցելություններով կենթանի պահեք այս գեղեցիկ եկեղեցին։
Մադինան գտնվում է Արմաղան լեռան արևելյան ստորոտին, Սևան Մարտունի մայրուղուց 15 կիլոմետր հեռու, ծովից 2200 մետր բարձրության վրա։ Գյուղի ներկայիս բնակիչներն այստեղ հաստատվել են 1925-30 թվականներից։ Բնակավայրն իր հարուստ բրոնզեդարյա քարայր կացարաններով եւ դամբարանադաշտերով հուշում է, որ այս վայրում հայեր են ապրել դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից, իսկ միջնադարյան հին գյուղատեղին խոնարհված եկեղեցիները, մատուռներն ու խաչքարերը վկայում են, որ վաղանցյալից այստեղ հայ քրիստոնյաներ են ապրել եւ արարել։ Այսուհետ գյուղի պատմության մեջ որպես հիշարժան տարեթիվ կգրվի 2025 թվականի հունիսի 1-ը եւ ամեն տարի երկրորդ ծաղկազարդը կնշվի որպես Մադինայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ուխտի օր։ Լենա Չիչակյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։